Հա։ Ես տես բան չեմ ասի։ Տիկին Վարդանյան ջան։ Սկսեք էլի ընդ հաշվարկես ամեն ինչից հետո։ Ժողովուրդ ջան։ Ուրեմն սկզբում հարադառնամ այդ փառայեղ մտքերին, որոնք այստեղ հնչեցին։ Առաջինը, երբ որ սենց խոսում եք, որ մանկապարտեզները հետ բերեք, էս անեք, այն անեք, կա պարզ քաղաքական ճշմարտություն։ Եթե դուք այս ամենից խոսեիք եւ այս ամենը անեիք 2018 եւ 19 թվականներին, ես կողջունեի, կաջակցեի եւ ամենակարևորը ձեր ազնվությանը կհավատայի։ Բայց եթե դուք 8 տարի իշխանություն լինելով առ այսօր ձևանում եք ընդդիմադիր եւ գալիս եք խոսում եք ինչ-որ բոբո նախկիններից, բայց փաստացի ոչ մի բան ոչ կարում եք հետ բերեք, ոչ մի ռեալ բան չեք կարում ավարտի հասցնեք։ Այդ բոբոներից ով ձեր կիսալուսինը պատշում է դառնում է նորմալ մարդ, բիզնեսմեն, շենք հասարքում էլ ընդդիմադիր չի, վсё, ուրեմն թալանչի չի։ Իսկ այդ եզրույթները այդ ոչ կոռեկտ։ Այդ տերեր, քաղաքական տերեր։ Ես մի հատ տեր ունեմ աշխարհում, աշխարհում իմ հերն է, երկրորդն է Աստվածն է։ Ես էլ տեր չունեմ, չեմ ունեցել ու չեմ պլանավորում ունենալ։ Իսկ որ դուք այդ ձևով եք տենում, այդ ձեր մոտեցումն է, ուրեմն ձեզ հարց։ Եթե դուք ասոցիացնում եք մեզ ու սարքում եք մեզ, որ մենք տեր ունենք, ստացվում է ձեր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Ռոբերտ Քոչյանը իր նախկին սեփականատերն է, որ մոտը վարչապետ է աշխատել է, տեսել է լավը չի, դրել է լիստ, ծախել է, ասել է չեմ ուզում սենց։ Ու հետո ստիպված նոր տեր է գտե, հա։ Ձեզ կոռեկտ պայեք։ Դասիրակությունս ինձ թույլ չի տալի կանանց այլ կերպ պատասխանեմ։ Ձեր կողքի տղեկն են մեղք են, որտեղ ձեր ոչ մի ասածի համար չեն կարող պատասխան տալ։ Մարդավարի քաղաքական բարեկիրթ։ Ես իրավաբան եմ, քաղաքագետ եմ, 5 լեզու խոսում եմ, եկեք լյուբոյ լեզուով նորմալ մարդավարի շփվենք։ Հենց այդ գծերը անցնում եք։ Երևանի լեզվով ասեմ, հա գցում եք ոտներիդ, խելոք մնացեք, չի կարելի։ Ես հարգանքը պահում եմ, դուք է պետք է պահեք, կին եք առավել եւս, ամոթ է։ Ու այսօր եկել եք խոսում եք մանկապարտեզներից, ժողովուրդ, եթե 8 տարի իշխանություն եղածած չլինեիք, եթե մի տարի առաջ չհիշեինք բոլորս, որ ընդդիմադիր խմբակցության անդամը եւ բլոգերը գնում են, նկարում են մի մանկապարտեզ, որ այս նույն ասֆալտի պես թքեկը ծրել են, ֆիրմայի տերը ԿՊ-ի նախնդ ավականու ցուցակից է, այդ ամեն ինչը ցույց են տալի, որ հսկայական կոռուպցիա կա, անորակ աշխատանք է արվել, դրանից հետո են ձեր ուժեղ դիվանագետ մի հատ մասիվի թաղապետ ունեք, որ գնացել էր Բուչա, ինքը զանգում է ընդդիմադիրին, հեռախոսով քֆուր է տալի, ուղիղ, ոչ էսյան, ոչ էյան, դրանից հետո ընդդիմադիրները միևնույնն է հասկանալը, որ սա ռեպրեսիվ երկիր է, բռնապետություն է, մեկը դատվողը պարտադիր ընդդիմադիրն է, չեն գնում պարզ կլասիկ ձևով մարդուց պատասխան պահանջեն, քաղաքական ձևով գնում, քաղաքական ձևով պատասխանում են, ես ոչ այդ քֆուրն եմ ընդունում, ոչ այդ պատասխանի ձևն եմ ընդունում, դրվագն եմ պատմում։ Եվ այս ամենը տեղի է ունենում ձեր իշխանության օրով, դուք մարդ ծեծող, մարդ քրֆող, չդատվող, որովհետև իշխանական 10-ով կա ունեք, ետեք դուք, հիմա եկել եք 97 թիվ, 2007 թիվ, 92 թիվ, ինչ եղել է, ով ինչ վատ բան արել է, գլուխը պատին է տվել, լավ կլիներ մի քիչ ոչ իմպոտենտ իշխանություն ունենեն, գային, երբ որ 10-19 թվին իմ նման տղեկը հավատում էին ձեզ, ունեք հանրային մեծ աջակցություն, ոնց ուրիշ օրենքները, որ օգուտ է ձեզ կարում եք փոխեք, այդ ժամանակ գայք իրական օրենքներ փոխեք, որ իրապես կարողանեք թալանածը վերադարձնեք, պետությունը շենացնենք, ազգն է ձեզ շնորհակալ լիներ, բոլորս կանգնած ծափ տայինք, ասենք փրկեցիք մեզ։ Բայց այն մի բանից դուրս եկանք, ընկանք այն մյուս բանի մեջ, բոլորդ հասկացաք։ Ու ամենավատենը, որ այն բանի մեջի ամենապիղծ, անսկզբունքային, սրիկա, թալանչի ժողովուրդը, ով եկավ ձեր կողքը կանգնեց, էլի այդ ձեր ասածով, տիրոջը փոխեց։ Եկավ ձեր կողքը կանգնեց, էլ ինչ թալանչի, վсё, հրաշալի բիզնեսմեններ են բոլորը։ Ժողովուրդ, կոռեկտության գծերը միացեք, ամեն մեկը ձեր ոտի ու ձեռի չափ ձեզ պահեք, իշխանությունը մի օր դուք եք, մի օր մյուսը կլինի։ Բայց այդ մարկային գծերը պետք չի անցել, դեմները այլի չի, դատարկություն չի, որ դուք կոռեկտությունը ասում եք, խոսք եմ տալու, միշտ պատասխանը վատնա լինելու։ Չէ, լի։ 20 վայրկյան է։ Հարց եք տալիս, պատասխանում եմ։ Սանի ֆորմատ չի, ժողովուրդ չէ։
Խմբակցության ղեկավարը ձեր կոալիցիայա ուզում է պատասխանի։ Ուրեմն լսեք, այդ որ հարցնում եք իմ հայրը Նայիրի Հունանյանի հետ ինչ կապ ունեցել։ Առաջինը այդ ժամանակ իմ հայրը եղել է Դաշնակցության ԳՄ-ի ներկայացուցիչ, Նայիրի Հունանյանը եղել է հերացված կուսակցական, չգիտեմ ում ազդեցության տակ է գտնվել, որ այդ գալաթը կերել է ու մեր պետության արժանավոր հայրերին սպանել է, բայց ես մի բան կարամ ասեմ հաստատ, թե ձեր այդ Նայիրի Հունանյան կապերով, թե որ ուզում եք մեր վրա կոռուպցիայի վրա կապեր դնեք։ Իմ տնից այս երկրին վնաս տվողը Նիկոլա, շարանողն է Նիկոլի տղա է։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, պարոն Հակոբյան, խնդրում եմ հետ գաք եւ լսեք ձեզ